Իրելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը շին բարեկարգման ոլորտում իր աշխատանքները բազմապատկել է նախորդ ժամանակաշրջանների հետ համեմատած եւ նմանատիպ բարեկարգման աշխատանքները իհարկե դարձել են սովորական Եվ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր որ ներգրաված են եղել այս ծրագրի շրջանակներում եւ իրապես մենք ստացել ենք շատ հետաքրքիր նոր միջավայր, նոր կասկադ, նոր վարչական շրջանում Այնտեղ իրականացրել ենք մոտ 6-7 հեկտար տարածքի վրա ծառատունք, իրականացրել ենք ոռոգման համակարգի աշխատանքները, Բեգոյանն են կազմակերպել այդ աշխատանքները եւ նրանց նույնպես շնորհակալություն։ Բոլոր այն անձանց, բոլոր այն երևանցիներին, ովքեր որ մեզ հետ նաեւ մասնակցեցին ծառատունքին։ Նրանց շնորհակալություն եւ հուսով եմ, որ տվյալ վարչական շրջանի բնակիչները իրապես հաճախ կգնան այս վայր եւ նոր գեղեցիկ միջավայրում կանցկացնեն իրենց հանգիստը։ Եվ եւս մեկ անգամ վերհիշելով Երևանի քաղաքապետարանի ծրագրերը, հարգելի գործընկերներ, երբ որ մենք քիչ ենք խոսում, եւ մենք քիչ ենք խոսում դա վստահաբար, որովհետեւ այն ծավալի աշխատանքը, որ այսօր է անում Երևանի քաղաքապետարանը, որևէ մի տասնամյակի կամ 20-ամյակի հետ համեմատելը դժվար է։ Եվ այդտեղ վստահաբար այդ ծավալի աշխատանքների մեջ լինում են նաև խնդրահարույց հարցեր, ինչպես նաև ունենք մանկապարտեզներ, ունենք այգիներ 1-2 հատ, որ տենց դժվար է process-ը գնում, բայց այնուամենայնիվ, երբ որ դրականի մասին մենք շատ չենք խոսում, անընդհատ չենք թմկահարում, միգուցե սխալ համեստությունից ելնելով, նա գնում են, բան են, ասֆալտ են սկսում քերել ճկուտներով։ Միտեղ, որտեղ որ Երևանի քաղաքապետարանը աշխատանքը չի ընդունել։ Ու դա է հիտը դառնում TikTok-յան։ Ու այնուամենայնիվ այդ վատ լուրերը միշտ մարդկանց ուշադրությունը ավելի են գրավելու, դրանում չի հարցը, բայց մեր պարտականությունն է այն ինչ որ մենք անում ենք, պատշաճ ներկայացնենք երևանցիներին, որովհետև ժողովուրդ ջան, եկեք անկեղծ լինենք, այս 3 տարվա ընթացքում Այս ծավալի աշխատանքներ, երամյա այս քաղաքապետարանի աշխատանքների ծավալը միգուցե համեմատելի է նախորդ 10-15 տարվա ծավալների հետ։